Բարև բոլորին, այսօր մենք կդիտարկենք մի ֆիլմ, որը ստիպելու է ձեզ վախենալ սեփական տան պատերից և մահճակալի տակի մթությունից, սա արգենտինական «Սարսափածները» ֆիլմն է, մոռացեք ստանդարտ սարսափների մասին։ Այստեղ չարիքը չի սպասում գիշերվան, այն ձեր կողքին է հենց հիմա։ Ֆիլմը սկսվում է Բուենոս Այրեսի սովորական թաղամասում։ Խուանը և նրա կինը Կլարան ընթրում են, երբ Կլարան սկսում է լսել տարօրինակ ձայներ խոհանոցի լվացարանից։ Նա վստահ է, որ լսում է մարդկային փսփսոց, որն ասում է, թե իրեն սպանելու են։ Խուանը կարծում է, թե դա հարևան Վալտերն է, ով տանը վերանորոգում է անում և մուրճով հարվածում է պատերին։ Սակայն գիշերը Խուանը արթնանում է պատին հասցվող իրական և հուժկու հարվածներից։ Նա գնում է լոգարան և տեսնում մի տեսարան, որը փոխում է ամեն ինչ։ Կլարան օդում կախված է, ամբողջովին մերկ, և ինչ-որ անտեսանելի ուժ նրան մեծ արագությամբ հարվածում է պատերին, ասես նա լիներ լաթե տիկնիկ։ Խուանը փորձում է փրկել նրան, բայց Կլարան մահանում է բազմաթիվ կոտրվածքներից։ Խուանին ձերբակալում են, մեղադրելով դաժան սպանության մեջ։ Հետո ծանոթանում ենք Վալտերի հետ, ով ապրում է հարևան տանը։ Նա արդեն քանի օր է չի քնում։ Նա տեսնում է մի նիհար, մերկ մարդակերպ էակ, որը հայտնվում է իր մահճակալի տակից և տեղաշարժում կահույքը։ Վալտերը տեսախցիկ է տեղադրում և փորձում է տեսանկարահանել այդ երևույթը։ Տեսախցիկի կադրերում երևում է, թե ինչպես է այդ էակը կանգնած նրա մահճակալի գլխին, բայց հենց Վալտերը նայում է այդ ուղղությամբ, էակն անհետանում է։ Մի քանի տուն այն կողմ ապրում է Ալիսիան։ Նրա փոքրիկ որդին մահացել էր ավտովթարից, հենց Վալտերի տան դիմաց։ Թաղումից օրեր անց տեղի է ունենում անհավանականը։ Տղայի դիակը գերեզմանից վերադառնում է տուն։ Նա գտնվում է խոհանոցում, նստած սեղանի շուրջ, նրա առջև դրված է մի բաժակ կաթ։ Նա չի շնչում, նրա մաշկը քայքայված է, բայց նա պարզապես այնտեղ է։ Ոստիկանության կոմիսար Ֆենտինին, ով ծանոթ էր Ալիսիայի հետ, տեսնում է այս ամենը և դիմում է իր հին ծանոթին, դոկտոր Ժանյակին, ով պարանորմալ երևույթների փորձագետ է։ Դոկտոր Ժանյակը և նրա գործընկեր դոկտոր Ալբրեկտը ժամանում են դեպքի վայր։ Նրանք որոշում են գիշերն անցկացնել այդ երեք տներում։ Ալբրեկտը մնում է Խուանի տանը, որտեղ սպանվել էր Կլարան։ Ժանյակը մնում է Վալտերի տանը, որտեղ հայտնվում էր մահճակալի տակի հրեշը։ Ֆենտինին մնում է Ալիսիայի տանը, որտեղ նստած է մահացած տղան։ Ալբրեկտը բացատրում է, որ այս երևույթները կապված են դիտման տեսանկյունի հետ։ Այս էակները գոյություն ունեն մի այլ հարթության մեջ, որը հատվում է մեր իրականության հետ։ Մենք նրանց կարող ենք տեսնել միայն որոշակի անկյան տակ։ Եթե դու մի փոքր թեքում ես գլուխդ, նրանք դառնում են անտեսանելի, բայց շարունակում են մնալ քո կողքին։ Գիշերվա ընթացքում իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից։ Վալտերի տանը Ժանյակը տեսնում է, որ Վալտերը, ով կարծես թե անհետացել էր, իրականում սպանված է և թաքցված է հատակի տակ։ Հանկարծ պատի միջից դուրս է գալիս էակը և հարձակվում Ժանյակի վրա։ Էակը նրան քաշում է մի ճաքի մեջ, որն ասես դեպի այլ աշխարհ տանող դուռ լինի։ Ժանյակը սպանվում է։ Ալիսիայի տանը Ֆենտինին փորձում է դիակը հետ տանել գերեզմանոց, բայց տղան սկսում է շարժվել։ Մթության մեջ հայտնվում են բազմաթիվ աչքեր։ Ֆենտինին հասկանում է, որ տունը լիքն է այդ էակներով։ Նա խուճապահար փախչում է։ Խուանի տանը Ալբրեկտը պատի մեջ հայտնաբերում է մի ճակ, որտեղից արտահոսում է մութ նյութ։ Նա հասկանում է, որ այդ տները կառուցված են մի վայրում, որտեղ աշխարհների միջև սահմանը շատ բարակ է։ Նա փորձում է ձայնագրել էակների ձայնը, բայց նրանք սպանում են նաև նրան։ Ֆենտինին, մնալով միակ ողջը, որոշում է այրել բոլոր երեք տները, կարծելով, որ կրակը կոչնչացնի այդ ճաքերը։ Ֆիլմը թռիչք է կատարում դեպի ապագա։ Ֆենտինին հոգեբուժարանում է։ Քննիչները գալիս են նրան հարցաքննելու։ Նրանք չեն հավատում նրա պատմությանը, բայց հանկարծ Ֆենտինիի թիկունքում, մթության մեջ, հայտնվում է մահճակալի տակի նույն նիհար էակը։
Վերջին կադրում մենք տեսնում ենք, որ էակը պատրաստվում է հարձակվել քննիչների վրա։ Սա նշանակում է, որ տները այրելը ոչինչ չփոխեց։ Չարիքն արդեն դուրս է եկել այդ տարածքից և հետապնդում է բոլոր նրանց, ովքեր գիտեն դրա գոյության մասին։ Սարսափածները մեզ սովորեցնում է մեկ բան. երբեք մի վստահեք ձեր տան լռությանը։ Այն, ինչ դուք չեք տեսնում, չի նշանակում, որ այնտեղ չէ։ Միգուցե դուք պարզապես սխալ անկյան տակ եք նայում։ Շնորհակալություն դիտման համար և զգույշ եղեք ձեր մահճակալի տակի մթությունից։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել հավանել կոճակը, ավելի շատ ֆիլմերի ամփոփումներ դիտելու համար։ Մեկնաբանությունում գրեք՝ մեր կողմից ամփոփված որ ֆիլմը կուզեիք տեսնել։